Դուք գիտեք, որ ձեր արտասանած բառերը կարող են ձևավորել ձեր ճակատագիրը։ Դա հնչում է անհավանական, բայց դա ճշմարտություն է։ Այս տեսանյութում մենք կխորանանք բառերի ուժի զարմանալի ճշմարտությունների մեջ, սկսած այն պահից, թե ինչպես Աստված օգտագործեց դրանք տիեզերքը ստեղծելու համար, մինչև դրանց ազդեցությունը մեր առօրյա կյանքի վրա։ Նախքան սկսելը դրեք լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք ոգեշնչող որևէ տեսանյութ, որը կարող է փոխել ձեր կյանքը։ Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար, որպեսզի կարողանանք շարունակել կիսվել մտորումներով եւ ուղերձներով, որոնք ամրապնդում են հավատը եւ ոգեշնչում։ Առաջինը՝ բառերի ստեղծագործական ուժը Աստծո կողմից տիեզերքի ստեղծման մեջ։ Երբևէ մտածել եք, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ ձեր խոսքերը։ Սկզբում, երբ ոչինչ գոյություն չուներ, Աստված մեզ տվեց ամենամեծ օրինակը, ցույց տալով, որ բառերը ձևավորում են իրականությունը։ Պատկերացրեք դատարկություն, լիակատար լռություն, եւ ապա արարչի ձայնը հնչում է. «Թող լինի լույս»։ Միայն մեկ բառով նա գոյության մեջ բերեց այն ամենը, ինչ մենք գիտենք։ Դա պարզապես օդում տարածվող ձայներ չէին, այլ բառեր լցված ստեղծագործական եւ փոխակերպող ուժով։ Այս պատմությունը ոչ միայն տիեզերքի ստեղծման մասին է, այլև հզոր հիշեցում, որ ինչպես Աստված, մենք նույնպես ունենք բառերի ուժ։ Տարբերությունն այն է, որ Աստված օգտագործեց բառերը լույս եւ կյանք ստեղծելու համար, իսկ մենք հաճախ օգտագործում ենք դրանք մեր շուրջը քաոս եւ խավար ստեղծելու համար։ Քանի անգամ զայրույթի կամ նյարդայնության պահին մենք ասել ենք մի բան, որը խորապես վիրավորել է ուրիշներին, կամ հակառակը, մեկ բառի աջակցությունը կարող է ամբողջովին փոխել մեկի օրը։ Աստված ցույց տվեց մեզ, որ բառերը սերմեր են, որոնք մենք ցանում ենք մարդկանց կյանքում։ Եթե Աստված վստահեց այդպիսի ուժ մեր խոսքերին, ապա ինչպես ենք մենք օգտագործում դրանք այսօր։ Բերում ենք լույս մութ իրավիճակներում, թե նպաստում ենք քաոսին անմտածված խոսքերով։ Ստեղծման պատմությունը մեզ սովորեցնում է, որ բառերը ունեն կշիռ, ուժ եւ նպատակ։ Երբ դուք ինչ-որ բան ասում եք, որոշ չափով ստեղծում եք իրականություն։ Առակներ 18-21-ում գրված է. «Մահն ու կյանքը լեզվի իշխանության մեջ են»։ Սա հստակ կոչ է մտածելու, թե ինչ ենք մենք կառուցում մեր խոսքերով, խաղաղության եւ սիրո միջավայր, թե վիրավորանքների եւ թխչության։ Երկրորդը՝ բառերը, որոնք ձևավորում են իրականությունը։ Երբևէ նկատել եք, որ ձեր խոսքերը ձեր եւ ուրիշների մասին կարող են ձևավորել աշխարհը։ Գուցե դուք մեծ նշանակություն չեք տվել ձեր խոսքերին, բայց իմացեք, յուրաքանչյուր բառ, որ արտասանում եք, նման է սերմի։ Ոմանք աճում են որպես ամուր ծառեր, իսկ մյուսները դառնում են մոլախոտեր, որոնք խեղդում են սրտերը։ Մատթեոս 12:34-ում ասվում է. «Բերանը խոսում է այն, ինչով սիրտը լցված է»։ Ձեր խոսքերը ոչ միայն արտացոլում են ձեր զգացմունքները, այլև ձևավորում են ձեր աշխարհընկալումը։ Եթե ասում եք «ես անկարող եմ», դուք արդեն ստեղծում եք խոչընդոտներ հաջողության ճանապարհին։ Բայց եթե ասում եք «ամեն ինչ կարող եմ Քրիստոսով, որ զորացնում է ինձ», Փիլիպեցիներին 4:13, դուք բացում եք ճանապարհ դժվարությունները հաղթահարելու համար։ Մեր խոսքերը ունեն անտեսանելի ուժ, որը ազդում է ոչ միայն մեզ վրա, այլև մեր շրջապատի մարդկանց։ Պատկերացրեք ղեկավարի, որը մշտապես քննադատում է իր թիմին, ժամանակի ընթացքում մթնոլորտը ծանրանում է։ Իսկ պատկերացրեք մեկին, որը գովում է, ուղղորդում եւ օգեշնչում։ Տարբերությունը ակնհայտ է։ Այսօր ինքնավերլուծություն արեք։ Ինչ եք ասում ձեր կյանքի եւ ուրիշների մասին։ Հիմա ճիշտ ժամանակն է քոխելու դա։ Փոխարինեք բացասական խոսքերը հավատքի, հույսի եւ սիրո հաստատումներով։ Այն, ինչ դուք ցանում եք ձեր խոսքերով, անպայման կհնձեք։ Երբեք մի մոռացեք, որ ձեր խոսքերը կարող են փոխակերպել մթնոլորտը, օգեշնչել մարդկանց եւ նույնիսկ փոխել ձեր կյանքի ընթացքը։ Օգտագործեք այդ ուժը իմաստությամբ։ Երրորդը՝ Հիսուսի խոսքը բժշկության եւ ազատության մասին։ Երբևէ մտածել եք, թե ինչպես մեկ բառ կարող է ամբողջովին փոխել մեկի կյանքը։ Հիսուս դա ցույց տվեց իր ծառայության ընթացքում։ Նրա խոսքերը անցնում էին մարդկային հասկացողությունից այն կողմ։ Դրանք բժշկության, վերականգնման եւ ազատության խոսքեր էին։ Մատթեոս 8:8-ում հարյուրապետը ասաց. «Տիրեր, ասա միայն խոսք, եւ իմ ծառան կբուժվի»։ Հիսուս, տեսնելով նրա հավատը, ասաց խոսք, եւ հրաշքը կատարվեց։ Նա ոչ միայն ֆիզիկական բժշկություն էր տալիս, այլ նաեւ ազատում էր մարդկանց հոգեպես եւ զգացմունքային։ Հիշեք, երբ ասաց. «Քո մեղքերը ներված են»։ Այդ խոսքերը ոչ միայն մեղքի զգացումը հանեցին, այլև ազատություն տվեցին մարդու հոգուն, նոր սկիզբ պարգևելով։ Մտածեք, ինչպես եք դուք օգտագործում ձեր խոսքերը։ Դրանք բուժում են, թե վիրավորում։ Քանի անգամ առանց մտածելու ասել եք բաներ, որոնք թողել են վերքեր ուրիշի հոգում։ Իսկ գուցե ձեր խոսքերը դարձել են մխիթարություն նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեին։ Հիսուսի խոսքերը լցված էին ճշմարտությամբ, սիրով եւ իմաստով։
Մենք էլ կարող ենք օգտագործել մեր խոսքերը ազատելու, մխիթարելու եւ բուժելու համար։ 4. Լեզուն որպես կրակ, անմտածված խոսքերի ազդեցությունը։ Երբևէ զղջացել եք այն խոսքերի համար, որոնք ասել եք հույզերի ազդեցության տակ։ Երբեմն անմտածված խոսքը նման է կայծի, որը կարող է այրել ամբողջ անտառ։ Հակոբոս 3:6-ում ասվում է. «Լեզուն կրակ է, անիրավության աշխարհ»։ Նա հիշեցնում է, որ լեզուն, չնայած իր փոքրությանը, ունի ուժ առաջացնելու ավերածություններ, որոնք հնարավոր չէ ուղղել։ Պատկերացրեք սարկազմով ասված մի խոսք կամ զայրույթի պահին արտասանված մի արտահայտություն, որը կարող է քանդել տարիներով կառուցված հարաբերությունները։ Քանի ընտանիքներ, ընկերություններ եւ նույնիսկ կարիերաներ են քանդվել անմտածված խոսքերի պատճառով։ Հաճախ մենք թերագնահատում ենք մեր խոսքերի ազդեցությունը, արդարանալով. դա պարզապես կատակ էր, բայց լսողի համար դա կարող է լինել ցավալի։ Հակոբոսը լեզուն համեմատում է նավի ղեկի հետ։ Եթե ճիշտ է ղեկավարվում, նավը կհասնի իր նպատակին, բայց եթե վերահսկողությունը կորցվի, կարող է կործանում լինել։ Նույնպես մեր խոսքերը կարող են կառուցել կամ քանդել, կախված նրանից, թե ինչպես ենք օգտագործում դրանք։ Լեզվի վերահսկումը պահանջում է ավելին, քան պարզապես մտածել նախքան խոսելը։ Դա պահանջում է ինքնակառավարում եւ գիտակցում, թե ինչ ազդեցություն կունենան դրանք ուրիշների վրա։ Առակներ 15:1-ում գրված է. «Կրքոտ խոսքը բորբոքում է զայրույթը»։ Մտածեք, արդյոք ձեր խոսքերը կրակ են բորբոքում, թե խաղաղություն են բերում։ Կառուցում եք կամուրջներ, թե այրում դրանք։ Խոսեք իմաստությամբ։ Մի թողեք, որ անցողիկ հույզերը քանդեն այն, ինչ տարիներով կառուցել եք։ Ինչպես կրակը, լեզուն ունի ուժ փոխակերպելու թե դեպի բարի, թե դեպի կործանարար կողմ։ 5. Իմաստություն ձեր խոսքերում։ Դասեր առակների գրքից։ Երբևէ ստացել եք խորհուրդ, որը ամբողջովին փոխել է ձեր կյանքը։ Առակների գիրքը լի է նման ուսուցումներով։ Այն ոչ միայն ուղղորդում է, այլև պաշտպանում, խուսափելու համար թակարդներից։ Առակներ 18:21-ում գրված է. «Մահն ու կյանքը լեզվի իշխանության մեջ են»։ Թվում է պարզ, բայց այս խոսքը խոր իմաստ ունի։ Ձեր խոսքերը կարող են կործանել երազանք կամ ոգեշնչել մեկին հասնելու անհնարինին։ Ձեր խոսքերը ունեն ստեղծելու կամ քանդելու ուժ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք դրանք օգտագործում։ Իմաստունը ընտրում է խոսքերը զգուշությամբ, ինչպես քանդակագործը ձևավորում է իր գործը ճշգրտությամբ։ Առակներ 15:23-ում ասվում է. «Ուրախություն է մարդուն իր բերանի պատասխանը, եւ ինչ լավ է խոսքը ժամանակին»։ Այսօր մենք ապրում ենք աշխարհում, որտեղ բոլորը ցանկանում են ինչ-որ բան ասել, հաճախ առանց հետևանքների մասին մտածելու։ Սոցիալական ցանցերը լի են քննադատությամբ։ Այս քաոսի մեջ առակները մեզ կոչ են անում լինել այլ, խոսել քիչ, բայց իմաստությամբ։ Գիտենալ, թե երբ խոսել եւ երբ լռել, դա առաքինություն է։ Առակներ 17:28-ում գրված է. «Եվ հիմարը, երբ լռում է, կարող է թվալ իմաստուն»։ Երբեմն լռությունը խոսում է ավելի շատ, քան ցանկացած բառ, բայց երբ խոսում եք, թող ձեր խոսքերը լինեն լույս։ 6. Լռությունը նույնպես խոսում է։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ խոսքերը ընկալվում են որպես ուժ, բայց Հիսուս ցույց տվեց, որ որոշ պահերին լռությունը կարող է ասել ավելի շատ, քան հազարավոր բառեր։ Օրինակ, երբ նրան դատում էին եւ կեղծ մեղադրանքներ էին բերում, նա լռեց Պիղատոսի եւ կրոնական առաջնորդների առաջ։ Մատթեոս 26-րդ գլխում գրված է, որ Հիսուս չպատասխանեց նրանց սադրանքներին։ Այդ լռությունը հնչեց ավելի բարձր, քան ցանկացած պաշտպանություն։ Լռությունը կարող է լինել իմաստության ամենամեծ դրսևորումը։ Այն զինաթափում է ավելորդ վեճերը եւ պաշտպանում մեզ այն խոսքերից, որոնք հույզերի ազդեցության տակ կարող են անդառնալի վնաս հասցնել։ Հակոբոս 1:19-ում գրված է. «Յուրաքանչյուր մարդ թող արագ լինի լսելու, դանդաղ խոսելու եւ դանդաղ բարկանալու»։ Ճիշտ օգտագործված լռությունը ինքնակառավարման եւ խոհեմության նշան է։ Լռությունը նաեւ կապում է մեզ Աստծո հետ։ Հենց լռության մեջ մենք լսում ենք նրա ձայնը, գտնում ուղղություն եւ հստակություն։ Երբեմն ավելի լավ է լռել եւ լսել, թե ինչ է ուզում ասել Աստված։ 7. Խոսքը որպես հույսի աղբյուր։ Երբեմն մենք հայտնվում ենք իրավիճակներում, որտեղ թվում է ելք չկա։ Այդ պահին հույսի խոսքը կարող է դառնալ փարոս, որը լուսավորում է խավարը։ Երեմիա 29:11-ում Աստված ասում է. «Միայն ես գիտեմ այն մտադրությունները, որ ունեմ ձեր մասին, խաղաղության մտադրությունները, ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ տամ ապագա եւ հույս»։ Այս խոսքերը տրվեցին ժողովրդին, որը գտնվում էր գերության մեջ եւ լիակատար հուսահատության մեջ, բայց դրանք ուժ տվեցին դիմանալու եւ հավատալու ապագային։ Նույնպես մեր առօրյա կյանքում մեր խոսքերը կարող են ունենալ նման ազդեցություն։ Պարզ «Ես հավատում եմ քեզ» արտահայտությունը կարող է լինել հենց այն, ինչ մեկին պետք է, շարունակելու պայքարել։ Հիշեք, նույնիսկ ամենադժվար պահերին Աստված ներկա է։
Հիսուս ասաց. «Թող ձեր սրտերը չխռովվեն, հավատացեք Աստծուն եւ ինձ հավատացեք»։ Հովհաննես 14:1։ Այս խոսքերը մինչ օրս հիշեցնում են, որ հույսը երբեք չի կորչում։ 8-րդը. Խոսքերը, որոնք ձևավորում են ինքնությունը։ Մտածել եք, թե ինչպես են խոսքերը ձևավորում մեր ինքնությունը։ Մանկությունից մեզ շրջապատում են պիտակներ՝ խելացի, ծույլ, կարող, խնդրահարույց։ Այս պիտակները խորապես ազդում են մեր ինքնության վրա։ Ավրահամը, ով չուներ երեխաներ, Աստծո կողմից կոչվեց Ավրահամ, ժողովուրդների հայր։ Սիմոնը, անկայուն ձկնորսը, Հիսուսի կողմից կոչվեց Պետրոս, քար։ Այս փոփոխությունները ոչ միայն անունները փոխեցին, այլև հայտարարեցին նրանց դերը Աստծո ծրագրում։ Իսկ դուք երբևէ լսել եք պիտակներ, որոնք ասում են, որ դուք բավարար չեք կամ երբեք չեք հասնի ձեր նպատակներին։ Աստված ունի այլ խոսք։ Նա ձեզ կոչում է սիրելի որդի, ընտրված եւ թանկագին։ Եսայա 43:1-ում գրված է. «Ես քեզ անունով կանչեցի, դու իմն ես»։ Այս աստվածային պիտակները ազատում են մեզ ուրիշների սահմանափակումներից։ Բայց մենք թույլ տալիս ենք Աստծուն վերափոխել մեր ինքնությունը, թե սահմանափակում ենք մեզ բացասական խոսքերով։ 9-րդը. Խոսքը որպես խոստում, Աստծո հավատարիմ գործը։ Քանի անգամ եք կասկածել խոստումներին, բարդ իրավիճակների պատճառով։ Այս աշխարհում խոստումները հաճախ խախտվում են։ Բայց Եբրայեցիներին 10:23-ում գրված է. «Եկեք ամուր պահենք մեր հույսի խոստովանությունը, որովհետև հավատարիմ է խոստացածը»։ Աստված երբ խոսում է, նա կատարում է, նույնիսկ եթե դա թվում է անհնար։ Ավրահամը ստացավ խոստում, որ կդառնա մեծ ժողովրդի հայր, թեև ծեր էր եւ անձավակ։ Իոսիֆը ստացավ Աստծուց երազ, բայց նախքան դրա իրականացումը նա անցավ դավաճանության, ստրուկության եւ բանտի միջով։ Տարիներ անց նա դարձավ Եգիպտոսի կառավարիչ, ճիշտ ինչպես Աստված կանխատեսել էր։ Սա հիշեցնում է մեզ, որ Աստծո ժամանակը կատարյալ է, իվեն եթե մենք այն չենք հասկանում։ Նրա խոստումները վերաբերում են նաև մեր կյանքին։ Երբ նա ասում է. «Ես քեզ չեմ թողնի եւ չեմ լքի» Եբրայեցիներին 13:5, մենք կարող ենք վստահել նրան նույնիսկ ամենամութ պահերին։ Աստծո խոստումները կենդանի են եւ գործունակ։ Դրանք վերաբերում են մեր կյանքի բոլոր ոլորտներին։ Հիշեք, նա ով խոստացել է, հավատարիմ է կատարելու։ 10-րդը. Երբ խոսքերը դառնում են աղոթք, Աստծո հետ հաղորդակցության ուժը։ Երբևէ մտածել եք, թե ինչ է տեղի ունենում, երբ ձեր խոսքերը վերածվում են աղոթքի։ Հիսուս մեզ սովորեցրեց, որ աղոթքը պարզապես դատարկ խոսքեր չեն, այլ երկխոսություն Արարչի հետ։ Երբ դուք խոսում եք Աստծո հետ, ձեր խոսքերը ստանում են ուժ, փոխելու հանգամանքները, բերելու խաղաղություն եւ բացելու ճանապարհներ, որոնք նախկինում թվում էին անհնար։ Փիլիպեցիներին 4:6-ում գրված է. «Աղոթքով եւ խնդրանքով գոհությամբ ձեր խնդրանքները հայտնեք Աստծուն»։ Յուրաքանչյուր աղոթքի խոսք լցված է իմաստով։ Այն մեզ սովորեցնում է վստահել, շնորհակալ լինել եւ փնտրել Աստծո կամքը նույնիսկ ճգնաժամային պահերին։ Աղոթքը դառնում է ապաստան։ Մովսեսը աղոթեց, որ Աստված խնայեր Իսրայելի ժողովրդին, եւ նրա միջնորդությունը փոխեց ամբողջ ազգի ճակատագիրը։ Ելք 32:11։ Աղոթքը նաև փոխակերպում է հենց աղոթողին, այն ազատում է անհանգստությունից եւ տալիս վստահություն։ Սա աստվածային փոխանակում է։ Մենք տալիս ենք մեր հոգսերը եւ ստանում խաղաղություն։ Աղոթքը պարտադիր չէ, որ լինի պաշտոնական կամ կատարյալ։ Աստված լսում է նույնիսկ ամենապարզ եւ անկեղծ խոսքերը։ Հիշեք Աննային, որը լուռ աղոթում էր երեխայի համար, եւ Աստված լսեց նրան։ Աթակավորների 1:13-20։ Այսօր ձեր խոսքերը վերածեք աղոթքի։ Անկախ նրանից, թե որքան փոքր է ձեր խնդրանքը, Աստված լսում է։ Երբ դուք աղոթում եք, ձեր խոսքերը ունեն հավիտենական նշանակություն։ Դրանք ոչ միայն փոխում են հանգամանքները, այլև ամրացնում ձեր հավատը եւ մոտեցնում ձեզ Աստծուն։ 11-րդը. Խոսքերը, որոնք բացահայտում են չարը։ Հիսուսը եւ հակամարտությունը փարիսեցիների հետ։ Երբևէ նկատել եք, որ ճշմարտությունը ասված իշխանությամբ կարող է զինաթափել նույնիսկ ամենաուժեղ հակառակորդներին։ Հիսուսը ցույց տվեց, թե ինչպես կարելի է օգտագործել խոսքերը չարին դիմակայելու համար։ Նա երբեք չխուսափեց հակամարտությունից, բայց միշտ խոսեց նպատակով, բացահայտելու թաքնվածը եւ առաջարկելու փոփոխություն։ Փարիսեցիները փորձում էին բռնել նրան իրենց խոսքերի թակարդներով, բայց Հիսուս միշտ պատասխանում էր իմաստությամբ եւ ճշմարտությամբ։ Նա նրանց անվանեց կեղծավորներ, սպիտակեցված գերեզմաններ եւ կույր առաջնորդներ։
Նրա խոսքերը սուր էին ինչպես սուր, որը կտրում էր կեղծ կերոնական դիմակները։ Այսօր մենք ապրում ենք աշխարհում, որտեղ չարին հանդեպ լռությունը հաճախ ընկալվում է որպես մասնակցություն։ Բայց որպես Քրիստոսի հետևորդներ մենք կոչված ենք ասել ճշմարտությունը, նույնիսկ եթե դա անհարմար է։ Եփեսացիներին 4:15-ում գրված է. «Ճշմարտությունը սիրով խոսելով աճենք նրա մեջ, ով գլուխն է, Քրիստոսը»։ Հիշեք, չարին դիմակայելը չի նշանակում լինել ագրեսիվ կամ ամբարտավան։ Մեր խոսքերը պետք է լինեն հաստատուն, բայց շարժված սիրով եւ փրկության ցանկությամբ։ 12-րդը. Խոսքերի ազդեցությունը ինքներս մեզ վրա, ներքին երկխոսություն։ Ամենավտանգավոր խոսքերը հաճախ գալիս են ոչ թե ուրիշներից, այլ հենց մեզանից։ Ես երբեք չեմ հաջողի, ես բավարար չեմ։ Այսպիսի մտքերը ձևավորում են մեր գործողությունները եւ ճակատագիրը։ Առակներ 23:7-ում գրված է. «Ինչպես մտածում է իր հոգում, այնպես էլ նա է»։ Եթե դուք մշտապես ասում եք ինքներդ ձեզ, որ անկարող եք, դուք սկսում եք հավատալ դրան։ Իսկ եթե ասում եք. «Ամեն ինչ կարող եմ Քրիստոսով, որ զորացնում է ինձ», Փիլիպպեցիներին 4:13, դուք ստեղծում եք վստահության եւ հաղթահարման մթնոլորտ։ Ներքին բացասական խոսքերը նվազեցնում են ինքնագնահատականը եւ հեռացնում Աստծո խոստումներից, բայց երբ դրանք փոխարինում եք Աստծո ճշմարտությամբ, ես ունեմ ձեր համար խաղաղության մտադրություններ, Երեմիա 29:11, ձեր միտքը սկսում է նորոգվել, Հռոմեացիներին 12:2։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրական ներքին երկխոսություն ունեցող մարդիկ ավելի դիմացկուն ունեն, ավելի արդյունավետ հաղթահարում են ճգնաժամերը եւ հաճախ հասնում են իրենց նպատակներին։ 13-րդը. Խոսքը որպես վկայություն։ Երբ դուք կիսվում եք ձեր պատմությամբ, գուցե չգիտակցեք, բայց ձեր վկայությունը կարող է փոխել մեկի կյանքը։ Հայտնություն 12:11-ում գրված է. «Նրանք հաղթեցին վկայության խոսքի միջոցով»։ Ձեր պատմությունը, թե ինչպես Աստված օգնեց ձեզ հաղթահարել դժվարությունները, կարող է դառնալ հավատքի սերմ ուրիշի սրտում։ Պողոսը պատմում էր, թե ինչպես Աստված փոխեց նրան հալածչից առաքյալ։ Նրա պատմությունը ոգեշնչում է սերունդներին։ Նույնպես ձեր պատմությունը կարող է դառնալ այն, ինչ մեկին պետք է, քայլ անելու դեպի Աստված։ Վկայությունը պարտադիր չէ, որ լինի հրաշքներով լի։ Հաճախ մարդկանց հուզում են ամենապարզ պատմությունները, խաղաղության պահերը, ուժը դժվարությունների մեջ կամ ուրախությունը դժվար ժամանակներում։ 14-րդը. Խոսքերը որպես հաշտեցման միջոց։ Հաշտեցումը կարող է թվալ դժվար, բայց այն սկսվում է պարզ խոսքերից։ Բ Կորինթացիներին 5:18-ում գրված է. «Աստված մեզ տվեց հաշտեցման ծառայությունը։ Ինչպես նա հաշտեցրեց մեզ իր հետ, այնպես էլ մենք կոչված ենք հաշտվել միմյանց հետ։ Ներիր ինձ, խնդրում եմ, ես քեզ հասկանում եմ»։ Այսպիսի խոսքերը ունեն հսկայական ուժ, բուժելու վիրավորանքները եւ վերականգնելու քանդված կամուրջները։ Հիսուս ցույց տվեց մեզ ամենամեծ օրինակն իր հարությունից հետո։ Նա չդատապարտեց Պետրոսին նրա ուրացման համար, այլ վերականգնեց նրան սիրո խոսքերով. «Պետրոս, սիրում ես ինձ»։ Այսօր մտածեք, կա մեկը, ում հետ պետք է հաշտվեք։ Ձեր խոսքերը կարող են դառնալ այն բանալին, որը կբացի նոր սկիզբ։ Սակայն հարաբերությունների վերականգնումը պահանջում է քաջություն եւ խոնարհություն։ Հաճախ մեր հպարտությունը խանգարում է մեզ անել առաջին քայլը, բայց Հակոբոս 1:19-ում գրված է. «Յուրաքանչյուր մարդ թող արագ լինի լսելու, դանդաղ խոսելու եւ դանդաղ բարկանալու»։ Բացի այդ, հաշտեցումը պահանջում է նաեւ մեր սխալների ընդունում, Աստծո եւ ինքներս մեզ առաջ։ Սա կարևոր քայլ է ներքին ներդաշնակության վերականգնման ճանապարհին։ Այսօր մտածեք, կա մեկը, ում հետ պետք է հաշտվեք։ Անել առաջին քայլը սիրով եւ խոնարհությամբ լի խոսքերով։ Երբ մենք ընտրում ենք վերականգնումը, մենք արտացոլում ենք Աստծո սիրտը։ 15-րդը. Դատաստանի օրը եւ մեր խոսքերի վկայությունը։ Հիսուս մեզ թողեց լուրջ նախազգուշացում Մատթեոս 12:36-37-ում։ Յուրաքանչյուր դատարկ խոսքի համար, որ մարդիկ ասեն, նրանք պատասխան կտան դատաստանի օրը, որովհետև քո խոսքերով կարդարացվես եւ քո խոսքերով կդատվես։ Այս խոսքերը հիշեցնում են, որ մեր խոսքերը, լինի բարի թե չար, չեն անհետանում։ Դրանք ունեն հետևանքներ ոչ միայն երկրի վրա, այլև հավիտենության մեջ։ Դատաստանի օրը յուրաքանչյուր խոսք, որ մենք արտասանել ենք, կդառնա վկայություն, բացահայտելով մեր սրտի գաղտնիքները։ Անկախ նրանից դրանք ասվել են գաղտնի, վեճի պահին կամ անուշադրությամբ, բոլորը կհայտնվեն։ Սա վերաբերում է թե այն խոսքերին, որոնք վիրավորել են, քննադատել կամ քանդել, եւ թե այն խոսքերին, որոնք կառուցել են եւ հույս են տվել։ Հակոբոս 3:2-ում ասում է. «Եթե մեկը չի սայթաքում խոսքում, նա կատարյալ մարդ է»։ Սա ցույց է տալիս, որ խոսքերի վերահսկումը մշտական մարտահրավեր է, բայց Աստված մեզ կոչ է անում լինել ուշադիր ոչ թե վախից, այլ որովհետև նա ուզում է, որ մեր խոսքերը արտացոլեն նրա սերը եւ ճշմարտությունը։
Հիսուս նաև սովորեցնում է, որ մեր խոսքերը ունեն փրկելու կամ դատապարտելու ուժ։ Երբ մենք մեր շուրթերով խոստովանում ենք Քրիստոսին որպես փրկիչ, մենք հավատք ենք արտահայտում, որը փոխակերպում է եւ բացում հավիտենական կյանքի դուռը։ Հռոմեացիներին 10:10։ Իսկ հակառակը անհավատության խոսքերը կարող են մեզ հեռացնել Աստծո շնորհից։ Դատաստանի օրը միայն դատապարտություն չէ, Աստված նաև կպարգևադրի նրանց, ովքեր իրենց խոսքերով կառուցել են եւ կյանք են տվել։ Հիշեք այն պահերը, երբ դուք մխիթարել եք մեկին, ասել եք հույսի խոսքեր կամ վկայել եք ձեր հավատքի մասին։ Այդ բոլոր խոսքերը կնշվեն եւ կգնահատվեն Աստծո կողմից։ Այսօր մտածեք ձեր խոսքերի ազդեցության մասին։ Օգնում են դրանք մարդկանց, թե ցավ են պատճառում։ Այնինչ դուք ցանում եք ձեր խոսքերով, դուք կհնձեք թե այս կյանքում, թե հավիտենության մեջ։ Եվ վերջապես հիշեք, Աստված ողորմած է եւ պատրաստ է օգնել մեզ փոխակերպել մեր խոսքը։ Երբ մենք մեր խոսքերը նվիրում ենք նրան, դրանք դառնում են լույսի, սիրո եւ փոխակերպման գործիքներ։ Շնորհակալություն, որ դիտեցիք այս տեսանյութը մինչև վերջ։ Հուսով եմ այն օգնեց ձեզ խորել ձեր խոսքերի ուժի մասին եւ այն մասին, թե ինչպես դրանք կարող են փոխել ձեր կյանքը եւ ձեր շուրջ գտնվող մարդկանց կյանքը։ Եթե ձեզ դուր եկավ այս նյութը, մի մոռացեք լայքել, կիսվել ընկերների հետ եւ բաժանորդագրվել ալիքին։ Դա օգնում է մեզ շարունակել ստեղծել օգեշնչող ուղերձներ։ Թող Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքը։ Մինչ նոր հանդիպում։